Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգի Սրբո ամեն։ Հիսուս իր աշակերտներին ասաց. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան եւ ասաց. այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետեւ այլևս տնտես լինել չես կարող։ Տնտեսը իր մտքում ասաց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է, հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ինձ ընդունեն իրենց տները։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով առաջինին ասում է. իմ տիրոջ ինչքան պարտք ունես։ Եվ սա ասում է 100 տակառիկ ձեթ։ Եվ տնտեսը նրան ասում է. առ քո մուրհակը, նստիր եւ անմիջապես գրիր 50։ Ապա դարձյալ մյուսին ասում է. դու ինչքան պարտք ունես։ Եվ սա ասաց 500 պարկ ցորեն։ Տնտեսը նրան ասաց. առ քո մուրհակը եւ նստիր գրիր 400։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ով ձեզ կվստահի ճշմարիտը, եւ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետեւ եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարի, չեք կարող եւ Աստծուն ծառայել, եւ մամոնային։ Երբ փարիսեցիները լսում էին այս խոսքերը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասեր էին, եւ նրանց ասաց. դուք եք, որ մարդկանց առայց ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե, որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծո առաջ զազրելի է։ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն էին, այնուհետև ավետարանվում է Աստծո արքայությունը, եւ ամեն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ Ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրն անցնեն, քան օրենքից մի նշանախեց ընկնի։ Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է, եւ ով որ արձակվածին է առնում, շնանում է։ Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհես ու ծիրանի էր հագնում եւ ամեն օր առատապես ուրախություն էր անում։ Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ, վերքերով ծածկված, եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որ թափվում էին մեծահարուստի սեղանից, եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը, մեծահարուստն էլ մեռավ եւ թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը եւ հեռվից տեսավ Աբրահամին ու Ղազարոսին էլ նրա գրկում հանգստացած։ Եվ նա աղաղակեց եւ ասաց. հայր Աբրահամ, ողորմիր ինձ եւ ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ։ Եվ Աբրահամը նրան ասաց. որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները, այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ Եվ այս բոլորից բացի մեծ վիհ կա մեր եւ ձեր միջև, եթե ուզանան այստեղից ձեր մոտ անցնել, չեն կարողանա, ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել։ Մեծահարուստն ասաց. Արդ, աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որովհետև ես այնտեղ 5 եղբայրներ ունեմ,
որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը։ Աբրամն ասաց. նրանք ունեն Մովսես եւ մարգարեներ, թող նրանց լսեն։ Եվ նա ասաց. ոչ, հայր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն։ Աբրամը նրան ասաց. եթե Մովսեսին եւ մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն։ Այսօր մեծ պահքի 4-րդ կիրակի օրն է եւ կիրակին կոչվում է տնտեսի կիրակի։ Այն առակի անունով, որը ընթերցվեց այսօր։ Մեծ պահքը ընդհանրապես խոսել ենք նախորդ կիրակիներ, այս անգամ էլ հիշեցնենք, մեծ պահքը կարևոր շրջան է քրիստոնյայի կյանքում, ինչի համար, որովհետև խտացված ձևով մենք անդրադարձ ենք անում մեր կյանքին, մեր կյանքի խորհրդին, մեր կյանքի իմաստին, թե ինչի համար ենք մենք ապրում այս աշխարհի մեջ, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, ինչ է մեր նպատակը, եւ մեծ պահքի ժամանակ այս ամեն ինչը խտացված է մեր առաջ։ Եթե նախորդ 3 կիրակիներին մենք առաջի կիրակին հիշեցինք մարդու բարի կենդանությունը, որը մեր կյանքի նպատակն է, որի այդ նպատակակետին պիտի ուղղված լինի ամեն մարդկային կյանք եւ նաեւ մեծ պահքի նպատակն է դա, որ մենք մեծ պահքի վերջում հասնենք բարի կենդանության, Աստծո հետ միավորության։ Եվ հաջորդ կիրակին, երկրորդ կիրակին, որը արտաքսման կիրակին էր, թե ինչպես մարդը կորցրեց իր երանավետ կյանքը, Աստծո ներկայությունը, ճշմարիտ կյանքը կորցրեց մարդը եւ հայտնվեց այն վիճակի մեջ, ինչի մեջ որ մենք բոլորս կանք այսօր։ Երրորդ կիրակին դարձի գալու, զղջալու, ապաշխարության խորհուրդն էր, անառակի կիրակին, որ մեղավոր մարդիկս անառակներս պիտի ի վերջո մի օր մեր կյանքի մեջ կանգ առնենք եւ դառնանք դեպի Աստված։ Այսօր կիրակին, այս կիրակին, այսօրվա կիրակին մեր կյանքի այսպես ասեմ խորհրդի մասին է, եթե կարելի է այդպես կոչել։ Ինչի՞, փորձեմ բացատրել միտքս։ Մարդը երկու իրողությունների միացում է, երկու իրողությունների աշխարհ է։ Ինչ իրողությունների մասին է խոսքը։ Նյութական եւ հոգեվոր։ Աստված մեր նյութական մարմինը ստեղծեց հողից եւ մեր հոգին ինքը դրեց մեր մեջ, այսինքն մենք ունենք նյութեղեն մաս մարդը եւ ունի հոգեղեն մաս, հոգի ունի։ Եվ մենք էլ այս աշխարհի մեջ ապրելով մեր կյանքը երկու մասերից է բաղկացած. նյութեղեն եւ հոգեղեն, նյութական եւ հոգեվոր։ Այս կիրակին այս խորհրդի մասին է։ Մենք ոնց ենք ապրում մեր կյանքը։ Մենք ապրում ենք մեր կյանքը այս երկուս իրար հետ զուգահեռ տանելով եւ ճիշտ դնելով անում եմ մեկը իր տեղը, թե մեկը թողած մյուսով ենք ապրում։ Մեկի մասին մոռացած մյուսով ենք ապրում։ Մենք պիտի մտածենք մեր կյանքում ինչքան որ կարևոր է նյութականը, գոնե այդքան էլ կարևոր է հոգևորը, թե չէ։ Սա պիտի ուղղակի բառերով չասենք, որ այո կարևոր է։ Սա մենք պիտի մեր կյանքին նայելով ասենք։ Այսինքն ինչքան ժամանակ մենք տրամադրում ենք մեր նյութական կյանքին, նյութական բարիքներ ունենալուն, մեր մարմնին, մեր կենցաղին, մենք գոնե այդքան ժամանակ ճիգ եւ ջանք գործադրում ենք մեր հոգու համար, մեր հոգեվոր կյանքի համար։ Կարծում եմ, որ մենք մարմնավորին, նյութականին շատ ավելի մեծ
ժամանակ, ուշադրություն, ջիկ ու ջանք են գործադրում, քան հոգևորին։ Այստեղ է, որ ասում է, եթե դուք ժամանակավորի ճշմարիտի մեջ հավատարիմ չեղաք, ժամանակավորի անցողիկի մեջ հավատարիմ չեղաք, ձերը չեղողի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտով կտածես։ Մերը չեղողը այդ նյութականն է, ճշմարիտը հոգևորն է, ինչի մերը չի նյութականը, որտև այդ նյութականի մենք ժամանակավոր ենք տիրապետում։ Ով կարող է այստեղից ասել, որ իր տուն իր հետ պիտի տանի հավիտենականություն։ Ով կարող է այստեղից ասել, որ իր հարստությունը իր հետ պիտի տանի հավիտենականություն։ Չենք կարող։ Ուրեմն դա ժամանակավոր է։ Ժամանակավորապես մեզ տրված բարիքներ է, որ Աստված տվել է, որ մենք այս ժամանակավոր կյանքի մեջ դրանց տիրապետենք։ Իսկ ճշմարիտը որն է, մեծը որն է, իրականը որն է, այն ինչ որ սպասում է առջևում, մեզ սպասում է առջևում հավիտենականություն։ Եվ ասում է, եթե դուք այս ժամանակավորի մեջ հավատարիմ չգտնվեցիք, հավիտենականությունով կտածես, ինչպես կարող եք ունենալ։ Կյանքում էլ այդպես է, ուրիշ անգամ ներել եմ ասել այս առիթով։ Միշտ մարդուն, որ ուզում են մի գործ, մի պաշտոն, մի պատասխանատվություն տալ, ինչ են անում։ Սկզբից պուճուր բան են տալիս, ասում են հələ տեսնենք այս պուճուրը կարում է այս մարդը անի, որ մեծը տանք։ Ցանկացած տեղ, ցանկացած մարդի աշխատանքի ընդունելուց, հա, փոքր պարտականություններ են դնում վրան, որ տեսնեն, եթե այդ մարդը հավատարիմ է դրա մեջ, եթե այդ մարդը կարող է, ի վիճակի է, նոր մեծ են տալիս։ Եթե անկարող է, նույնիսկ այդ փոքրն են ձեռից առնում։ Ասում են, չէ, եղբայր ջան, դու գնա, դու անպիտան ես, դու կարող չես այս բաներն անելու։ Բայց եթե այս աշխարհիկ անցողիկ բաների մեջը տենց է, հավիտենականության մեջը տենց չի։ Ուրեմն այսօրվա խորհուրդը այս գլոբալ առումով հիմա մասնավորեցնենք, որտեվ այս առակները, որ կարդացի, երկու առակ կարդացի եւ միջանկյալ մեր Տիրոջ խոսքերը, որ բացատրում կամ մեր ուշադրությունը հրավիրում էր կոնկրետ բաների վրա։ Այս առակներն ունեն բազմաթիվ մեկնություններ, հատկապես ունեն իմաստասիրական, փիլիսոփայական մեկնություններ։ Ինչ էր այդ պարտքը, պարտատերը, ցորենն ինչներ, յուղն ինչներ, զետն ինչներ, որ պարտք են, այն պարտատերն ով էր, ծառան ով էր, չգիտեմ, այսպիսի բազմաթիվ բաներ։ Բայց մենք, ես չեմ կարծում, նախ ես, հետո նաև դուք, մենք այնքան մի բարձր հոգևոր գիտակցության հասած մարդիկ ենք, որ մենք հիմա պիտի դնենք իմաստասիրենք, փիլիսոփայական եզրերի մասին մտածենք, խոսենք կամ հասկանանք։ Մենք ամենապարզ այն ուղիղ խոսքը դժվար ենք հասկանում, ույն մնաց թե փիլիսոփայական բաներ հասկանանք, խորհուրդներ կամ ինչ-ինչ բաներ։ Ուղիղ խոսքով ինչ ասում։ Երկու առակ բերեց, որտեղ միտեղ առաջին առակում ցույց տվեց, թե ինչպես է պետք օգտագործել այն նյութական ամեն ինչը, որ տրված է մեզ, մյուս առակում ցույց տվեց, թե ինչպես չպիտի օգտագործենք այդ ամեն ինչը։ Առաջին առակը անիրավ տնտեսի առակն էր, որը գող ավազակ մի մարդ էր։ Ինչ էր արել, իր տիրոջ տնտեսությունը, որ իրար էր վստահված, մարդը թալանել էր, հավատարիմ չէր գտնվել։ Եվ երբ որ բռնվեց, երբ որ պիտի գործից հեռացվեր, ըստեղ սկսեց մտածել եւ ինչ արեց, մի ճիշտ քայլ արեց։ Ասեց ինչ անեմ, քանի ձեռքիս մեջ հնարավորություն կա, մեր այդ հնարավորությունը օգտագործեմ, լավություն անեմ մարդկանց։ Այդ նյութական միջոցներով լավություն անեմ։ Էն էլ իր ձեռքից չէր։ Էդ էլ էր գողացած, որտեվ տիրոջ պարտքերը սկսեց զեղչել մարդկանց։ Ասեց ինչքան էս պարտք, այսքան ձեթ եմ պարտ, ար պարտամուրակը ջնջի, նորը գրի դրա կեսն էս պարտք։ Այն մեկին եւ բոլորին ինձպես զեղչեց, ինչ արեց, լավություն արեց մարդկանց, ինչի համար, ասում է թե ինչի համար էր անում էր այդպես, որ վաղը միսօրը երբ որ ինքը փողոցում կհայտնվեր,
գործ չեր ունենա, ապրուստի միջոց չեր ունենա, ապրելու տեղ չեր ունենա, այդ մարդիկ իրեն պարտավորված պիտի զգային իր նկատմամբ եւ իրեն պիտի ինչ-որ բաներով օգնեին, օգտակար լինեին։ Այսինքն ինքը մտածեց իր ապագայի մասին եւ ապագայի մասին մտածելով ինքը բարիք գործեց այդ պահին։ Հիմա թողնենք ես այստեղ կիսատ հələ գնանք երկրորդը։ Երկրորդը էլի ասում եմ մի մեծահարուստ մարդ է, որ ամեն օր ուտում, խմում, քեֆեր անում եւ շքեղ հագնվում էր, այսինքն ինքը ապրում էր իր համար, իր այդ մեծ հարստությունը, որ իրան էր տրված ումից, Աստծուց։ Աստվածը թույլ տալիս, որ մեկ ինչ որ մի բան ունենա։ Ինքը ինչ էր անում։ Միայն իր համար էր օգտագործում։ Եվ առակն ասում է, որ իր դռան առաջ փողոցում ընկած էր մի հիվանդ սոված ծառավ մարդ։ Եվ որպեսզի իմանանք, որ այս մարդը այդ մարդուն մեծահարուստ է հիվանդ մարդուն, աղքատ մարդուն, անօթևան մարդու վրա ուշադրություն չէր դարձնում, առակն ասում է, այդ աղքատը սպասում էր, թե երբ մեծատան հարուստի խնջույքը պիտի ավարտվի, որ սեղանները հավաքեն, ծառաները կերակրի մնացորդը բերեն թափեն աղբամանի մեջ, որ ինքը այնտեղից աղբամանի միջից ինչ որ բաներ գտնի իր սովը հագեցնելու համար։ Այսինքն, այս ինչ է նշանակում, որ այդ մարդուսկի չէր էլ տեսնում, ոչ նկատում էր, ոչ տեսնում էր, ոչ էլ մարդու տեղ էր դնում։ Թեև առակի վերջավորությունը երևի անցնում էր, չէր էլ նայում վրան, թեև առակի վերջավորությունը ասում է, որ լավ էլ ինքը գիտեր ով է այդ մարդը, որտեվ երբ որ ինքը դժոխքից իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ այդ աղքատին արքայությունում, Աբրահամի գոքում, ինչ ասեց, ասեց հայր Աբրահամ, չասեց այդ աղքատին, ասեց այդ Ղազարոսին, ուրեմն նույնիսկ անունը գիտեր, բայց առաջի անգամ ինքը այդ աղքատի անունը տվեց, երբ որ ինքը արդեն դժոխքում էր, աշխարհի մեջ ինքը դրա անունը չէր տվել, երբեք չես ասել իր ծառաներին, տարեք միաման ճաշ տվեք այդ Ղազարոսին, երբեք չես ասել մի հատ ձմեռա ցուրտ է մեղք է այդ մարդը, գոնե մի հատ հին շոր տարեք տվեք, թող այդ մարդը հագնի։ Այսինքն, այս մարդը Աստծուց իրեն տված հնարավորությունը, նյութական միջոցը ճիշտ չէր օգտագործել։ Դրա համար Քրիստոսն ասեց, ասում է անիրավ մամոնայից ինչ է մամոնան։ Մամոնան նյութականն է, հարստությունը։ Ավետարանը մամոնա ասելով այդ մի բառ օգտագործելով ի նկատի ունի ամբողջ նյութական ամեն ինչը, փողը, հարստությունը, ամեն ինչ նյութական։ Ասում է անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, օգտագործեք, որ երբ մամոնան վերջանա, իսկ երբ է մամոնան վերջանալու, երբ որ մենք այս կյանքից գնացինք, ոչ մեկս մամոնա չենք ունենալու մեր հետ, ոչ մի բան, մի չոփ էլ չենք ունենալու, երբ որ այդ մամոնան վերջանա, ձեզ ընդունեն երկնքում։ Եթե այդ մամոնան այսօր մենք ճիշտ չօգտագործենք, հետո երկնքում չենք ընդունվի։ Տեսանք, մեծահարուստը ճիշտ չօգտագործեց, ինքը երկինք չհասավ, ինքը դժոխքում հայտնվեց։ Մինչդեռ անիրավ տնտեսը վերջի պահին ինչ որ ճիքեր գործադրեց այդպես անելու եւ ասում է իր ապագաներ ինքը ապահովում սրանով։ Հիմա այստեղ վերաբերմունքի խնդիր է, Ժորժ ջան։ Աստված ամեն մարդու էր մեկին շատ, մեկին քիչ, մեկին ավելի շատ, մեկին ավելի քիչ, ինչ հնարավորություններ ա տվել։ Գանք ստեղից նյութականից, հա? Մեկը մի պուճուր բան ունի, մեկն էլ մի աշխարհ բան ունի։ Բայց մեր վերաբերմունքը ինչ է դրա նկատմամբ։ Ասում է չեք կարող երկու տիրոջ ծառայել, Աստծուն եւ մամոնային։ Այս իմ ունեցած պուճուրը կամ այս իմ ունեցած շատ մեծը ինձ համար Աստված է, թե չէ Աստված չի։ Թե ես Աստված ունեմ, ես էլ Աստծուց տրված միջոց է, որ ես կարողանամ ճիշտ տնօրինելով Աստծո մոտ գնամ։ Հիմա այդ միջոցը ընդամենը նրա համար է տրված մեզ, որ մենք կարողանանք օգտագործել։ Միևնույնն է,
օգտագործես թե չօգտագործես, քոնը չի այդ, ժամանակավոր բան է։ Օգտագործես, ապագատ կապահովես, չօգտագործես, կզրկվես ապագայից։ Հիմա ուզում ես օգտագործի, ուզում ես մի օգտագործի։ Մի քանի շաբաթ կամ մի երկու ամիս առաջ մի հատ առակ պատմեցի, հիմա նորից հիշեցի այդ առակը, որտեղ տեղին է գալիս։ Մի հարուստ մարդ, որ շատ ժլատ էր, իր ամբողջ ունեցվածքը վեր ածում մի հատ ձուլակտորի, ոսկու ձուլակտորի։ Եվ ինչ անում, տանում է իր այգում, մի ծառի տակ փորում է, այս ձուլակտորը դնում է ծառի տակ։ Եվ ամեն օր հարմար պահի, երբ որ ոչ մեկը չկար, ոչ մեկը չի տեսնում, գալիս է, հողը հետ է տալիս, ոսկին հանում է, նայում է, հիանում է, չգիտեմ, երազում է, թե ինչ է անում, նորից դնում է, նորից փակում է։ Եվ այսպես երկար ժամանակ։ Մի օր ծառաներից մեկը նկատում է, այս մարդը ինչ է անում, եւ գալիս է այդ մարդու բացակա ժամանակ հողը հանում է, այս ձուլակտորը գողանում տանում է։ Այս մարդը գալիս է, բացում է, վայվույը դնում է, ձենը աշխարհա բռնում, գոռում է, ճվում է, լաց ալնում, գոլղացել, հարևանը գալիս ասում է, ինչ է եղել, ասում է, սենց այստեղ ոսկի ունեի, մի կտոր ոսկի ունեի, գողացել տարել են։ Հարևանը գնում է մի հատ աղյուս է բերում, ասում է, ախպեր, ինչ ես լաց լինում, առես դիր հողի մեջ, ամեն օր կհանես, կնայես, էլի կծածկես, մեկը որ հողի մեջ է, ինչ տարբերություն, ոսկի է, թե աղյուս է։ Այսինքն չօգտագործվող հարստությունը նույնն է թե քարի կտոր անդեղ դրած։ Աստված տվել է օգտագործելու համար, ոչ թե այն մեծահարուստի նման օգտագործելու, ցոփության, շվայտության, անիմաստ տեղը, հա, այլ բարիք գործելու համար, մամոնայից բարեկամներ շահելու համար։ Եվ կյանքում էլ է տենց, մենակ ավետարանը տենց չի ասում։ Մարդիկ կան, որ շատ հարուստ են, չէ, բայց բարիք չեն գործում։ Ոչ մեկը չի սիրում, ասում են, ժլատ անպետք մարդ է, քցիպ մարդ է։ Իսկ մարդիկ կան, որ առատաձեռն են։ Փորձում են օգնել, հասնել, ինչ որ բարիք անել, չէ, ինչ ասում, սրանց էլ ասում են, լավ մարդ է, ասում, առատաձեռն մարդ է։ Հալալ է իրա։ Հիմա Ժորժ ջան, այս կիրակի խորհուրդը էս է, այսինքն մեր կյանքը, տնտեսությունը որպես կյանք, որ մեզ տրված է, մենք ոնց ենք օգտագործում դա։ Աստծո ուզածի պես ենք ապրում, թե մեր ուզածի պես ենք ապրում։ Հոգևորի միտումով ենք ապրում, թե մեզ համար հոգևորը գոյություն չունի, կյանքը ընդամենը այս աշխարհն է, եւ ինչ կարաս հասցրու այս աշխարհի մեջ ունենալ, վայելել, ուտել, խմել, ման գալ, որտեվ մի օր պիտի մեռնենք, հա, կեր խմի, որովհետեւ վաղը պիտի մեռնես։ Պողոս Առաքյալն ասում, ասում ում համար չկա մեռելների հարություն, երկնքի արքայություն, հավիտենական կյանք, ապրում են այս կանոնով, կեր խմի, որովհետեւ վաղը պիտի մեռնես։ Բայց նրանք, ում համար կա մեռելների հարությունը, երկնքի արքայությունը, հավիտենական կյանքը, ուրեմն պիտի այդ կյանքի մասին մտածելով, այդ կյանքին հասնելու համար ապրի։ Եվ այսօր այս Ղուկասու ավետարանի մի ուրիշ հատված կարդացինք առավոտյան ժամերգության ժամանակ, ասում է՝ մի վախեցին, փոքրիկ հոտ։ Տերը հաճեց ձեզ տալ երկնքի արքայությունը։ Ուրեմն ինչ անենք։ Վաճառեցեք ձեր ինչքերը եւ ողորմություն տվեք, այսինքն ձեր ունեցվածքից բարիք գործեք եւ երկնքում գանձեր կունենաք։ Անանց գանձեր կունենաք, հավիտենական գանձեր կունենաք։ Հետաքրքիր է, չէ, Ժորժ ջան։ Օրինակ փողով կարանք առողջություն առնենք։ Չենք կարա։ Երբ որ հիվանդությունն եկավ, աշխարհի ամենահարուստ մարդիկ փողով չեն կարողացել իրենց կյանքը երկարացնել մի վայրկյանով։ Ալեքսանդր Մակեդոնացի օրինակը ձեզ, որ մահացավ 32 տարեկան հասակում։ Այդ ասենք լավ հին ժամանակ բժշկություն չկար, մեր օրերում Ստիվ Ջոբսը միլիարդատեր, որ մահացավ 56 տարեկան հասակում։ Կարողացավ փող իրան օգնել, չկարողացավ։ Այսինքն փողով առողջություն չես կարող գնել։
Այսինքն փողով ոչինչ չես կարող գնել։ Բայց Աստված այսօրվա առակով մեզ սովորեցնում է, որ մենք փողով կարանք երկնքի արքայություն գնենք։ Ոչ թե այդ օրը տանենք Աստծուն փող տանք, որ մեզ տա, այլ այդ փողը այս աշխարհի մեջ ճիշտ օգտագործելով Աստված մեզ կարա երկնքի արքայություն տա։ Տեսեք, փողով ոչինչ չես կարող գնել այս աշխարհի մեջ, բայց փողով Աստծո առաջ կարող ես դու երկնքի արքայություն գնել։ Ուրեմն այսօրվա առակը այս մասին է։ Մեր կյանքում ի՞նչն է կարևորը։ Ժամանակավորը, նյութականը, մարմնավորը, թե հոգևորը, հավիտենականը, աստվածայինը, երկնքի արքայությունը։ Մենք այս հարցին մեզ համար պատասխան տանք։ Եթե մենք այս հարցին կարողանանք պատասխանել, մենք մեր մեջ ու հստակ պատասխան տանք, որտեղ Ավետարանը խոսում էր, Քրիստոսն ասեց լույսի որդիներ եւ խավարի, աշխարհի որդիներ։ Հիմա Շնորհք Պատրիարքն ասում է, մենք միշտ այս երկուսի մեջ տարուբերվում ենք։ Մենք մի օր լույսի որդի ենք, սկսում ենք սենց մտածել, մի օր գլորվում ընկնում ենք աշխարհի որդի ենք դառնում։ Հետո նորից այս ընթացքի մեջ, այս տարուբերումների մեջ, ի վերջո մենք պիտի հասկանանք մենք որտեղ ենք։ Մենք որտեղ ենք։ Մենք լույսի որդիներ ենք, թե խավարի։ Եթե լույսի որդիներ, ուրեմն մենք պիտի մտածենք երկնքի արքայությունը ապահովելու մասին։ Այս կյանքի ամեն ինչը այդ նպատակով օգտագործելու համար։ Եթե մենք աշխարհի որդիներ ենք, ուրեմն մենք մոռացած երկնքի մասին, մոռացած Աստծո մասին, պետք է աշխատենք ինչքան կարանք այս աշխարհը շահենք, հավաքենք, բերենք, մերն անենք, մեզանով անենք, որ մի օր էլ ունայնություն, այս աշխարհից այդ ամեն ինչից զրկված գնանք, ասենք, բա ուր է այդ ամեն ինչը։ Ասում եմ, մի շատ հարուստ մարդ կար, որ մեծ հարստություն էր դիզել իր կյանքի ընթացքում։ Մահվան մահճում պարկած է եւ որդիները հավաքվել են, կողքը մարդը պիտի մեռնի, հավաքվել են, հրաժեշտ են տալիս իրենց հորը։ Եվ հանկարծ այս մարդը սկսում է դառը լաց լինել։ Ավակ որդին ասում է, հայր, ինչ պատահեց քեզ, որտեղ է ցավում։ Ասում է, ոչ մի տեղս չի ցավում, ասում է, հոգիս է ցավում։ Ասում է, ինչու։ Ափը բացում է, ափի մեջ մի հատ ոսկի։ Ասում է, ամբողջ կյանքս սրա համար աշխատեցի, հիմա այս մի հատը հետս չեմ կարողանալու տանել։ Հոգիս ցավում է։ Իզուր եղավ կյանքս, իզուր արեցի, ինչ որ արեցի։ Հիմա մենք այս վախճանն ենք ուզում, թե մենք ուզում ենք, որ մեր ձեռքերը դատարկ լինի, բայց ուրախությունն ու ժպիտը մեր դեմքերին լինի մահվան օրը։ Որ Քրիստոսի լսենք արի, բարի եւ հավատարիմ ծառա մտիր երկնքի արքայության մեջ, որ պատրաստված է քեզ համար աշխարհի սկզբից։ Այս կիրակին այս խորհուրդն ունի, այսինքն մենք մեր կյանքին ո՞նց ենք նայում, մեր կյանքին մի կողմով ենք նայում, թե երկու կողմով ենք նայում։ Գիտեք, իհարկե, այն նյութական ինչ որ կա այս աշխարհի մեջ, սա չարիք չի, սա Աստված է մեզ տվել։ Հացը, ջուրը, կերակուրը, դրամ ամեն ինչ, բայց Աստված չի տվել, որ մենք դրան ծառայենք, դրան դարձնենք որպես Աստված մեզ համար, այլ Աստված տվել է որպես միջոց օգտագործելու համար, թե մեր կյանքը, թե մեր ընտանիքի կյանքը, թե ուրիշ մարդկանց կյանքը ապահովելու, բարելավելու, լավացնելու համար է տվել։ Այլ ոչ թե ուրիշներից անիրավաբար, ապօրինի կամ չգիտեմ մի խաբեությամբ շորթելու, հավաքելու, մեր տակը դնելու, նստելու ու մի օր էլ այդ ամեն ինչը թողած այս աշխարհից գնալու համար, դա նպատակ դարձնելու համար։ Այս է խնդիրը։ Այո, բոլոր մարդկանց էլ տված է այդ հնարավորությունը։ Ամբողջ խնդիրը նրանում է, ով ինչպես է օգտագործում այդ հնարավորությունը։ Ով է օգտագործում Աստծո ուզածի պես, ով է օգտագործում երկնքի արքայություն գնելու համար, կներեք այդ խոսքը, որ օգտագործում եմ։ Ով է օգտագործում այդ ամեն ինչը դժոխքը գնելու համար։ Այս երկրորդ առակի մեծահարուստը այդ իր հարստությամբ ինքը դժոխքը գնեց։
Հիմա երկուսն էլ կարանք գնենք, ինչ ենք ուզում գնել։ Երկնքի արքայություն, թե դժոխք։ Ես ամեն մեկս պիտի որոշենք մեզ համար։ Ուրեմն անիրավ տնտեսը իր մարդկային աշխարհի կերպի մեջ մեզ դաս է տալիս, որ տեսեք, մի օր գալու է վերջը, մտածեք ձեր վերջը ապահովելու մասին։ Եվ ինքը այդ կրիտիկական պահին մտածեր իր ապագան, իր վերջը ապահովելու մասին։ Ասում է, բա դուք ինչի՞ չեք մտածում ձեր վերջը ապահովելու մասին։ Ինչ գիտեք, երբ է ասելու ձեր Տերը, արի հաշիվները տուր, ժամանակդ վերջացավ, պիտի տնտեսությունը թանձնես։ Ով գիտի այդ օրը։ Չգիտենք այդ օրը։ Դրա համար ասում է, պատրաստ եղեք, որ կարողանաք այդ օրը փրկվել, որ կարողանաք այդ օրը զերծանել չարից։ Ուրեմն անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ ստեղծեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Մեր Տիրոջ խոսքերն էր այսօրվա հատվածից եւ ասում է հիշեք մի բան էլ, շատ լավ հիշեք։ Չեք կարող եւ Աստծուն պաշտել եւ մամոնային, չեք կարող եւ Աստծուն ծառայել եւ մամոնային։ Մարդ միշտ մեկին պիտի պաշտի եւ մյուսին պիտի արհամարի։ Հիմա մենք որոշենք, մեզ համար ով է Աստված։ Աստվածն է Աստված, Տերն է Աստված, թե Նյութն է Աստված։ Մենք տեսնում ենք, չէ՞, այսօր աշխարհը, այսօր ամբողջ աշխարհը Նյութի պաշտամունքի մեջ է։ Մենք էլ ենք այդ նույն ջրերի մեջ ընկած գնում, թե մենք ուզում ենք ուրիշ ընթացք ունենալ, մենք ուզում ենք ուրիշ պաշտամունք ունենալ։ Բոլորս լսել ենք, չէ՞, Հովհան Ոսկեբերան անունը։ Եկեղեցու մեծանուն հայրերից է, ապրել է 4-րդ դարի վերջին, 5-րդ դարի սկզբներին։ Ընդհանրական եկեղեցու ամենամեծ հայրերից է, ամենալավ քարոզները եւ լավագույն մեկնություններ ունեցող սուրբ գրքերի, այնքան լավ էր խոսում հոգևոր, որ անունը դրեցին Ոսկեբերան։ Այս Ոսկեբերանը մի բան է ասում, մի հատ կարճ նախադասություն, ասում է աշխարհի ամենահարուստ մարդը այն մարդն է, ով որ հաղթահարել է հարստասիրության մոլուցքը, ով հարստության նկատմամբ անտարբեր է դարել, մոլուցք չունի հարուստ։ Այդ մարդը ամենահարուստ մարդն է, այն մարդը, որ չի հաղթահարել մոլուցքը, ինքը հարուստ չի, ինքը աղքատ է, ասում է էլի, չէ։ Ճշմարիտ հարստությունը էս է, որ հարստության նկատմամբ, նյութի նկատմամբ, մամոնեի նկատմամբ մարդը դառնում անտարբեր։ Ինչ է եղել։ Տվել է այս մի ձեռով, վերցում է այս մի ձեռով, բաժանում է։ Ոչ թե այս մի ձեռով վերցում, հավաքում, հետո տեղ չունի, հետո տրակում է նորից։ Ստարեց Նիկոլայ։ Իր խոսքն է լսում, ասում էր, որ շատ շուտով այս մեր օրերում, հիմա այս 26-27 թվականներին, 28 ժամանակներում իրավիճակ պիտի լինի, որ մարդիկ, ասում է, փող ու ոսկի շատ պիտի ունենան, բայց չեն կարողանալու այդ ոսկին ուտել, բայց հաց չեն ունենալու, սոված են մնալու։ Հացը, ջուրը, տաքությունը, կենսական բաները չի լինելու, բայց այդ նյութական միջոցները, որ ոչինչ է լինելու, ում է պետք, եթե դու սովից մեռնում ես, բայց $1 միլիարդ ունես, կամ այդքան կարողություն ունես, կամ, չգիտեմ, ամբողջ աշխարհի կարողությունը քոնն է, բայց դու սովից պիտի մեռնես, ինչ իմաստ ունի։ Այս կիրակին մեզ մտածելու առիթ է տալիս, մենք որտեղ ենք, մենք ուզում ենք աշխարհի որդի լինել, թե լույսի որդի լինենք, մենք մեր գործերով, մեր ընթացքով, մեր ապրելակերպով, մեր նիստ ու կացով, մեր վարք ու բարքով, որ մասում ենք գտնվում, մեր նպատակակետը երկնքի արքայությունն է, թե այս աշխարհի մեջ ինչ-ինչ բաների հասնելն է։ Թող Աստված մեզ իմաստություն տա, որ մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել, մեր կյանքը Աստծո ուզածի պես ապրելով հասնել երկնքի արքայության եւ փրկության։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։